Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Վարել երկաթե նժույգը ճշգրիտ, արագ ու վստահ։ Հոկտեմբերի 8-ը զինվորական տոնացույցում տանկիստի օրն է։ Ծննդյան օրվան ընթառաջ արձակուրդ են մեկնում եղբայր զինվորները։ Զինուժը զորամասից տուն է ուղեկցել սերժանտ եւ կրտսեր սերժանտ Արսեն եւ Արմեն Դանիելյաններին։ Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է։ Զինուժի օբյեկտիվում բանակի գրքասեր ընթերցողներն են եւ նրանց ուղղորդող գրադարանավարուհին։ Ռեպորտաժ նաև ուսուցչի օրվան նվիրված։ Զինվորական դասախոսներն են պատմում իրենց նվիրական աշխատանքի եւ գործունեության մասին։ Եվ այսպես, հոկտեմբերի 8-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես տանկիստի օր։ Այս մասնագիտությունը շատ բարդ, բայց միաժամանակ հետաքրքիր եւ յուրահատուկ է։ Այն ուժի, պատասխանատվության եւ թիմային ներդաշնակ աշխատանքի համադրություն է։ Տանկ վարելը, թիրախ խոցելը իսկապես անբացատրելի զգացողություններ են, հոգեվիճակ եւ ադրենալինի մեծ չափաբաժին։ Մեր գործընկեր Նաիրա Համբարձումյանն է այս շաբաթ այցելել զինված ուժերի տանկային ստորաբաժանումներից մեկը եւ զրուցել տանկիստ զինծառայողների հետ։ Զրահամեքենան հաճախ երկաթե նժույգ են անվանում, տպավորիչ է ինչ խոսք, սակայն այս հսկան անգամ գերազանց արդյունք ցուցաբերում է միայն այն դեպքում, երբ տանկի անձնակազմում իրենց գործի գիտակ իսկական պրոֆեսիոնալներ են, նշանառու օպերատորը, մեխանիկ վարորդն ու անխոս տանկի հրամանատարը։ Տանկի հրամանատարը խնդիր կատարելիս զորավարժանքների, շքերթների ժամանակ եւ նյութական մասի տեխնիկական ապահովման ընթացքում ղեկավարում է անձնակազմի գործողությունները։ Նշանառու օպերատորը կրակ է վարում հայտնաբերված թիրախների ուղղությամբ կամ հրամանատարի ցուցումով։ Նա պետք է կարողանա հաշվարկված եւ դիպուկ կրակ բացել դեպի հայտնաբերված նշանակետերը։ Իմ պարտականություններից մեկն է սեզոնային աշխատանքների ժամանակ սպասարկել իմ տեխնիկայի զինամթերքը, արկերը, լիցքերը, փամփուշտները։ Մեխանիկ վարորդը ենթարկվում է տանկի հրամանատարին եւ պատասխանատու է մարտական մեքենայի տեխնիկական վիճակի համար։ Պետք է կարողանա ցանկացած պայմաններում եւ տարբեր իրավիճակներում հմտորեն տեղաշարժել տանկը, վարպետորեն հաղթահարել հնարավոր արգելքները, տարածքի դժվարամատչելի հատվածները։ Նա պետք է նշանառու օպերատորին ապահովի կրակի համար առավել հարմար պայմաններ ու դիրք եւ այլն։ Նրանք բոլորն էլ տանկիստ են համարվում, բայց եւ այնպես յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություններ եւ կոչված է հստակ գործողություններ կատարելու։ Այժմ կատարում ենք գլդոնների սպասարկում, որը իր մեջ ներառում է հատուկ յուղի եւ հատուկ ներարկիչի միջոցով ներարկումը դեպի գլդոններ, ինչպես նաեւ կատարելու ենք սպասարկում տանող եւ պահող անիվների։ Ես մեխանիկ վարորդն եմ, իմ պարտականությունն է տեխնիկան հմտորեն վարել, որպեսզի անձնակազմը կարողանա իր խնդիրը ճշգրիտ կատարի։ Թրթուրավոր զրահատեխնիկան անկախ տեսակից պահանջում է մշտական ուշադրություն ու խնամք։ Հատկապես վարժական ելքից առաջ հրամանատարը պարտավոր է ստուգել եւ համոզվել, որ մեքենան սարքին է եւ կարող է կատարել առաջադրանքը։ Այժմ ընթանում են սեզոնային սպասարկման աշխատանքներ, մեր մեխանիկ Արտյոմը մաքրում է յուղի կոշտ եւ նուրբ ֆիլտրերը։ Այս ամենը կենսական նշանակություն ունի մեր տեխնիկայի համար, քանզի մաքուր յուղը, որը հասցվում է շարժիչին, տեխնիկայի անխափան աշխատանքի գրավականն է։ Տանկի հետ առաջին ծանոթությունը հակասական հույզերով ուղեկցվող ապրում է, շփոթմունքի, ինչու ոչ, նաև վախի զգացումով է համակվում։ Իսկ հետո արդեն ավելի փորձառու տանկիստներին զրահամեքենայի արձակած հռնդյունը միմիայն ինքնավստահություն է հաղորդում։ Տանկը մեր ընկերն է, էլի։ Իր այդ պիտի կոպիտ վարվես, որ ինքը լավ աշխատի։ Հատկապես վարժադաշտում մանյովրող տասնյակ տոննաներ կշռող հրասայլն առաջին հայացքից ադրենալինի մեծ չափաբաժին ու սուր զգացողություններ է հաղորդում, բայց ինչպես տանկիստներն են սիրում կատակել, սևագործ աշխատանք է։ Երկաթե նժույգը սանձին պահելու համար գործիդ գիտակն ու նվիրյալը պետք է լինես։ Նաիրա Համբարձումյան, Արամ Սիմոնյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։
Զորակոչվել ես բանակ ու մտածում ես ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին, զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ պատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Զինուժի այսօրվա թողարկումը հատուկ է մի քանի հատուկ օրերի անդրադարձով։ Դրանցից մեկն էլ հոկտեմբերի 5-ն է, ուսուցչի օրը։ Զինված ուժերում ապագա սպաներին եւ հրամանատարներին կրթելու եւ դաստիարակելու գործում անուրանալի է հենց մանկավարժների դերը։ Զինվորական դասախոսների, նրանց փորձի եւ փոխանցած գիտելիքների շնորհիվ այսօր ռազմական գլխավոր կրթօջախում ուսանող կուրսանտները որակյալ կրթություն են ստանում եւ պատրաստվում են որպես բանիմաց մասնագետներ։ Զարուհի Ռշտունու անդրադարձը։ Փոխգնդապետ Աղաբեկյանը շուրջ 7 տարի դասախոսում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետում։ Ծառայել եմ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում, տարբեր պաշտոններում։ Մրցույթային կարգով մասնակցել եմ դասախոսի թափուր տեղի համար մրցույթին։ Զինվորական դասախոսը կարևորում է տարիների կուտակած փորձն ու ձեռքբերած հմտությունները, որոնք այսօր վարպետորեն փոխանցում է հայրենիքի պաշտպանների նոր սերնդին։ Զինվորների հետ անընդհատ պարապմունքներ անցկացրել ենք, զորավարժություններ ենք անցկացրել, երբ որ նշանակվել եմ համալսարանում որպես դասախոս, անցել եմ դասախոսի վերապատրաստման կուրսեր, ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ։ Ապագա սպաներ կրթող դարբնոցում մշտապես արդիականացվում են կրթական ծրագրերը, համապատասխանեցվում միջազգային ռազմական ուսումնական ծրագրերին։ Կատարելագործում ենք մեր մասնագիտական ծրագրերը, դասընթացի ծրագրերը ամբողջությամբ փոփոխության ենք ենթարկել եւ կարող եմ ասել, որ համապատասխանում է ներկա ժամանակակից բոլոր պահանջներին։ Փոխգնդապետ Աղաբեկյանն իր ամենօրյա աշխատանքով է փորձում օրինակ ծառայել կուրսանտներին, վստահեցնում, որ լավ զինվորական դասախոս լինելու գրավականը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում թրծվելն էր, նաև զինվորի հետ աշխատելու փորձը։ Լավագույն արդյունքը կլինի, որ վերջնարդյունքում ունենանք գրագետ, ստրեսային իրավիճակներում կողմնորոշվող եւ լիդեր սպաներ։ Շուրջ 17 տարի ռազմական կրթության ոլորտում եմ, դասավանդում եմ հիմա միջազգային մարդասիրական իրավունք, մարդու իրավունք, զինված ընդհանուրների իրավունք եւ ռազմաիրավական պատրաստություն։ Բացի սեփական գիտելիքը կուրսանտներին փոխանցելուց փոխգնդապետ Բայրամյանը կարևորում է նաև այլ երկրներում կիրառվող ռազմակրթական մեթոդներն ու ուսուցման տարբերակները։ Ուսումնասիրում եմ լավագույն առաջատար պետությունների փորձը եւ մեթոդաբանությունը եւ տեխնոլոգիաները, որը կիրառվում է ռազմական կրթության ոլորտում եւ քայլ առաջ, որ մենք հետ չմնանք կոնկրետ ռազմական կրթության ոլորտում որևէ առաջատար պետություն։ Հիմնարար եւ սկզբունքային է ուսուցչի ու հրամանատարի դերը կուրսանտի ապագա սպա դառնալու ճանապարհին։ Կուրսանտի համար շատ կարևոր է ով է իր ուսուցիչը, ով է իրան դասավանդում, ինքը շատ մեծ ճակատագրական ազդեցություն անելու իր հետագա գործունեությամբ, ընդհանուր միջև խարիզմատիկ կերպարի կերտման։ Կուրսանտն անվերապահորեն պետք է հավատա իր դասախոսի ամեն խոսքին, ուստի դրա համար պետք է զինված լինել գիտելիքի մեծ պաշարով եւ տարիների փորձով։ Վերջ շրջանում բավականին լուրջ փոփոխություններ ա տեղի ունեցել ռազմական կրթության ոլորտում, մենք շատ լուրջ զարգացումներ ունենք, առաջընթաց ունենք, հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, մոտեցումների ոլորտում, մեթոդիկայի ոլորտում։ Իմ տեսլականը մեծ ռազմավարության մեջ հայրենիքի երաշխավորված անվտանգությունը, որ տեսնում եմ ապագա սպայի մեջ։
Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Այս շաբաթն առանձնացավ եւս մեկ մասնագիտական օրով։ Խոսքն այս դեպքում գրադարանավարների մասին է։ Հոկտեմբերի 7-ը նրանց օրն է, ու ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական կյանքում գիրքն ու ընթերցանությունը հատուկ տեղ ունեն կրթական միջավայրի ձևավորման եւ գիտելիքի տարածման գործում։ Եվ հենց այս համատեքստում պետք է արժևորել գրադարանավարի մասնագիտությունը։ Զորամասերից մեկի գրադարանում ընթերցող զինծառայողները մեր նկարահանող խմբի հետ են կիսվել գրքի հետ իրենց կապող պատմություններով, առանձնացնելով առավել հետաքրքիր սյուժեները եւ գրական կերպարները։ Բազմակողմանիորեն զարգացած անհատ զինվորականի մասնագիտությամբ սա բանակում իրականացվող ռազմակրթական ոլորտի բարեփոխումների թիրախային կետերից մեկն է։ Ուստի եւ հատկապես զորամասերի մասնագիտական դպրոցներում եւ ուսումնական ստորաբաժանումներում մեծ ուշադրություն է դարձվում ապագա կրտսեր հրամանատարական կազմի հաստիկները համալրել պատրաստվող զինծառայողների ինտելեկտի ընդհանուր զարգացվածության մակարդակի ապահովմանը։ Իսկ այս հարցում իրենց կարևոր ներդրումն ունեն նաեւ զորամասերի գրադարանները, որոնք շատ տեղերում նաև բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոններ են։ Այս ամենի նպատակն է ունենալ ոչ միայն ֆիզիկապես կոփված զինվոր, այլ հնարավորություն ընձեռել նրանց ինքնակրթվելու եւ ինքնահաստատվելու։ Գրադարանավարուհի Ալինա Աղաբաբյանի ջանքերով եւ հրամանատարության աջակցությամբ զորամասի գրադարանը տարիների ընթացքում վերածվել է զինծառայողների սիրելի վայրի, որտեղ կարելի է ոչ միայն կարդալ, երաժշտություն լսել, հանգստանալ, այլև հետաքրքիր քննարկումներ ծավալել, ինտելեկտուալ վիկտորինաների մասնակցել։ Մեր գրադարանը ու ոչ միայն մեր յուրաքանչյուր զինվորի համար ինքնաճանաչման ու ինքնադրսևորման շատ սիրուն վայր է։ Մինչև զորամաս գալը ու տիկին Ալինայի հետ շփվելը կարդում եմ ավելի շատ գեղարվեստական գրականություն։ Կարդում եմ գրքեր, որ տիկին Ալինան խորհուրդ է տալիս։ Օրինակ այս գիրքը շատ երկար ժամանակ ասում էր, որ կարդամ այս առաջնորդության 8 խորհուրդները, բայց ինձ անդադ հետաձգում էի, որովհետև ժամանակ չէր լինում ճիշտ, բայց հիմա եւի ճիշտ ժամանակն է եկել, կարդում եմ շատ հետաքրքիր է։ Ալինայի նախաձեռնությամբ եւ հաշվի առնելով զինծառայողների հետաքրքրությունները հաճախ կազմակերպվում են նաեւ հանդիպումներ մշակույթի գործիչների հետ, ընթերցումներ, գրական կիրակիներ։ Մեր գրադարանը հիմնականում համալրվում է վերադաս հրամանատարության աջակցությամբ եւ անհատ բարերարների միջոցներով։ Իմ կողմից կազմվում է ցանկ, յուրաքանչյուր գիրքը ուսումնասիրելով, հասկանալով նրանց բովանդակությունը, ինչու՞ չէ նաև զինվորների ցանկություններն ենք հաշվի առնում, թե ինչպիսի գրքեր են նրանք սիրում կարդալ, ինչպիսի գրքեր կցանկանային կարդալ, ինչպես նաև սպայական կազմին լսելով։ Գրադարանի առկայությունը զորամասում շատ մեծ առավելություն է եւ ուրախալի փաստ, քանի որ մեր գրադարանը վերանորոգումից հետո է տեսնում ունեցել, ես անձամբ շատ եմ ուրախացել դրանից, քանի որ համ գրքերի պաշարն է թարմացվել, բացի հետ էլ պայմանները տեսնում եք ինչ-որ պայմաններ է, վերջի կարդացած գիրքը Դեն Բրաունի Ինֆերնոն է եղել, իսկ ընդհանուր գրքերի պաշարը տարվա ընթացքում մի քանի անգամ թարմացվում է, չգիտեմ 30-50 նոր անուն գրականությամբ եւ աշխատում են հիմնականում նոր հրատարակված բեսթսելեր համարվող գրքերը բերեն էլի։ Բանակի ապագա սերժանտական կազմը կամ կրտսեր օղակի ապագա հրամանատարները նախընտրում են հոգեբանական գրականություն, մոտիվացնող պատմություններ, առաջնորդության փիլիսոփայություն, բայց եւ կարդում են պատմական գրականություն։ Գրականությունը հնարավորություն է տալիս ուրիշների կենսափորձը զգալ սեփական մաշկի վրա եւ հնարավորություն ունենալ զգալ այն ամենը, զգացել ուրիշները, ինչի հնարավորությունը դու չես ունեցել եւ գուցե չես էլ ունենա։ Փորձում եմ գտնել այն իմաստությունը, ինչը ես չեմ ձեռք բերի եւ փորձում եմ սխալներից ուրիշների քաղել։ Այժմ կարդում եմ Դոստոևսկու Դևեր վեպը, նոր եմ դեռ սկսել կարդալ ու առաջին ծանոթությունն է Դոստոևսկու հետ, փորձում եմ հասկանալ հանճարին։ Ինձ համար մեծ անակնկալ էր, որ զորամասը հագեցած է նման մեծ գրականություն ունեցող գրադարանով, որ ունի նաև լավ հարմարություններ։ Գրադարանում վերջերս գրադարանավարու խորհրդով Աշոտ Աղաբաբյանի Գաղտնիքների տիրակալն եմ կարդում։ Ինձ մոտ զորանոցում ունեմ նաև Ջոն Լիվինգստոն անունով ճայը, որը մոտիվացիոն գրականություն է համարվում եւ քանի որ ապագա սպա եմ, որը ունի մեծ նպատակներ, գտնում եմ, որ մոտիվացիոն գրականությունը ինձ իմ պոտենցիալը սպառելու տեսանկյունից շատ օգտակար է լինելու։
Ալինան համոզմունք է հայտնում, որ ճիշտ գիրքը դեպի քեզ տանող լավագույն ճանապարհը կարող է լինել։ Իր մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ իր առաջարկած գիրքը զինվորի սպայի աչքերին փայլ հոգուն ջերմություն է բերում, որ գրական կերպարները ոգեշնչում, մոտիվացնում են նրանց։ Ու թեև այդպես էլ անիրականանալի է մնացել զինվորական համազգեստ կրելու երիտասարդ տարիների իր երազանքը, բայց մխիթարվում է, որ կարողանում է գեթ այս կերպ օգտակար լինել իր համեստ ներկայությունն ունենալ Հայաստանի Հանրապետության բանակում։ Նաիրա Համբարձումյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել այն կարգապահ զինվորներին, որոնք նվիրումով եւ պատասխանատվության բարձր գիտակցումով են կատարում հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը։ Այդ զինվորների շարքից են նաեւ երկվորյակներ Արսեն եւ Արմեն Դանիելյանները։ Բարեխիղճ ծառայության համար ծննդյան օրվան ընթառաջ նրանք մեկնել են արձակուրդ եւ տղաներին տուն է ուղեկցել մեր նկարահանող խումբը։ Օրինակելի զինվորների եւ ընտանիքի անակնկալ ջերմ ու հուզումնառատ հանդիպումը ներկայացվող ռեպորտաժում։ Արսեն եւ Արմեն Դանիելյանները ոչ միայն զինակիցներ են, այլև երկվորյակ եղբայրներ։ Արսենն ավագն է, ընդամենը 5 րոպեով է մեծ Արմենից։ Եղբայրները ծառայում են միասին, կիսելով բանակային կյանքի թե դժվարությունները, թե հաջողությունները։ Երբ զինկոմիսարիատում հաշվառվում էինք, այնտեղ տեղեկացանք, որ զույգ եղբայրները իրար հետ պետք է ծառայեն։ Եթե ցանկանում են առանձին ծառայել, պետք է դիմում գրել։ Այդ առումով շատ ուրախացանք։ Ծառայության անցնելով պատրաստ ենք դժվարություններին, բայց սպաների միջոցով, շրջապատի միջոցով հաղթեցինք այդ դժվարությունները, գիտակցելով, որ այն ինչ անում ենք մեր հայրենիքի համար ենք անում։ Դանիելյան եղբայրներն ուսումնական զորամասում տիրապետել են հակաօդային պաշտպանության մասնագիտությունը, ձեռք բերել հիմնավոր գիտելիքներ եւ հմտություններ, ապա տեղափոխվել են Հանրապետության հյուսիսարևելք, որտեղ էլ շարունակում են իրենց ծառայությունը ջանասիրությամբ եւ նվիրումով։ Պատրաստ եմ մարտի։ Այս ամիսների ընթացքում արել ենք ամեն ինչ, կոփվել ենք ֆիզիկապես, սովորել ենք։ Հայրենիքին ծառայելը դա պարտք է առաջին հերթին, երկրորդը պատիվ է։ Ծառայության առանձնահատկությունից ելնելով նրանց մասնագիտական պարտականությունները մանրամասնել չենք կարող, բայց երկուսն էլ պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առջև դրված խնդիրները, հսկելով ստորաբաժանմանը վստահված սահմանակոտու օդային տարածքը եւ ապահովելով ինչպես առաջնագծի, այնպես էլ թիկունքի խաղաղությունը։ Զորամասում կատարում ենք հակաօդային պաշտպանություն X տեղամասի համար, շփվում ենք նաև առաջնագծի խնդիրների հետ, փորձելով այն շտկել, ուղղել, որպեսզի հերթապահությունը ընթանա լավ։ Ծառայության 1.5 տարիների ընթացքում տղաները երբևէ չեն թերացել մասնագիտական պարտականությունները կատարելիս եւ հպարտությամբ կրում են բանակի գերազանցի քաջարի մարտիկ կրծքանշանները։ Այսօր էլ եղբայրները միասին արձակուրդ են մեկնում։ Ստորաբաժանման հրամանատարն է շնորհակալություն հայտնում բարեխիղճ ծառայության համար եւ բարի ճանապարհ մաղթում։ Սերժանտ եւ կրտսեր սերժանտ Դանիելյաններ։ Ինձ մոտ։ Պարոն գնդապետ, սերժանտ Դանիելյանը ներկայացել է ձեր հրամանով։ Պարոն գնդապետ, կրտսեր սերժանտ Դանիելյանը ներկայացել է ձեր հրամանով։ Շնորհակալ եմ ձեր ծառայության համար։ Շնորհակալություն, պարոն գնդապետ։ Ապրեք, ձեզ բարի ճանապարհ, բարի հանգիստ։ Տունդարձի ճանապարհը սպասված պահ է Արսենի ու Արմենի համար։ 2-3 ժամ եւ կանցնենք շուրջ 200 կիլոմետր ճանապարհը։ Մայրաքաղաք հասնելուն պես եղբայրների հուզմունքը կրկնապատկվում է։ Արդեն հայրական տան դիմաց են ժպիտով եւ իհարկե անսահման կարոտով։ Եվ անակնկալը հաջողված է։ Արսենն ու Արմենը տանն են ծնողների գրկում։ Զինվոր որդիների վերադարձը անբացատրելի զգացողություններ է պարգևել։ Եղբայրների արձակուրդն էլ պատահական չէ։ Արմենն ու Արսենը շուտով կնշեն իրենց տարեդարձը տանը հարազատ միջավայրում։ Դժվարանում եմ խոսել իհարկե այս պահին, որովհետև անակնկալը մեծ էր։ Իմ համար մի անգամից շոկ, ես հենց չեմ հասկանում ինչ կատարվավ իմ հետ։ Չպատկերացրեցի, որ ասենք երեխեքը, որտեղ երեք մենք խոսել ենք, ասեցին, որ չենք կարող գանք օդպուսկ։ Արսենին եւ Արմենին լավ մարդ, բանիմաց ու գիտակից քաղաքացի հայրենիքի արժանի զավակ դարձնելու գործում մեծ է ծնողների դերը։ Նրանք հպարտությամբ են նշում, որդիների ծառայությունը նախ եւ առաջ իրենց համար է պատիվ։ Բանակ ճանապարհելուց առաջ նրանց հանձնել եմ Աստծո ձեռքերի մեջ, նոր եմ ուղարկել ու հպարտ եմ, ուրախ եմ, որ այսպիսի զավակներ ունեմ։ Ու ես երեխեքին ասել եմ ծառայեք,
նենց որ ձեզանով բոլորը հպարտանան երբ նենց եղեք որ մարդիկ ձեզ մատնանշեն որ դուք հայրենիքին պիտանի զինվորներ լինեք։ Բոլոր տղաներն էլ մեր տղաներն են, բոլոր մայրերն էլ վստահ են, բոլոր զինվորների մայրերն էլ աղոթում ու սպասում են այդ զավակների վերադարձին։ Զինվորների ծնողները միայն մեկ ցանկություն ունեն՝ բոլոր մայրերն ու հայրերը ապրեն իրենց որդիներին պատվով դիմավորելու եւ գրկելու պետքրանքը։ Լաուրա Մամյան, Ռուբեն Մնացականյան, Զինուժ։ Սպայական ճանապարհն ընտրած յուրաքանչյուր զինվորական քաջ գիտակցում է այն պատասխանատվությունն ու նվիրումը, որը պահանջվում է իրենից։ Սպայի կերպարը մշտապես դրական խթան է, նաև վարակիչ օրինակ ենթակա անձնակազմի ծառայության համար, իսկ զինվորական մասնագիտական գիտելիքների բարձր աստիճանը ուղիղ համեմատական է նրա ղեկավարած ստորաբաժանման հաջողությանը։ Ստորաբաժանման հրամանատար մայոր Վարշամ Սահակյանը ասվածի լավագույն օրինակներից է։ Նա անձնվիրաբար ծառայում է եւ իր ստորաբաժանման հետ առավելագույն պատասխանատվությամբ կատարում առաջադրված խնդիրներն ու ծառայողական պարտականությունները։ Ստորաբաժանման հրամանատար մայոր Վարշամ Սահակյանը սովորականի պես վաղ առավոտյան ներկայանում է ծառայության։ Նախ աշխատասենյակում ըստ առաջնահերթությունների պլանավորում է օրվա անելիքները, ապա հրամկազմի հետ մասնակցում խորհրդակցությանը։ Վարշամը շուրջ 2 տասնամյակ զինված ուժերի շարքերում է, տարիների ընթացքում համոզվել է, իր ծառայությունը ոչ միայն աշխատանք է, այլ նաև պատվաբեր կոչում ու առաքելություն։ Դպրոցական ժամանակ սեր է արտնացել դեպի ծառայությունը, դեպի համազգեստը եւ իմ համար դարձել է նպատակ, որպեսզի ես դառնամ զինվորական եւ դպրոցն ավարտելուն պես ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ 4 տարի սովորելուց հետո ավարտել եմ եւ նշանակվել եմ զորքերում համապատասխան դասակիանատարի պաշտոնին։ Մայոր Սահակյանը ծառայում է հերթապահություն իրականացնող զորամասում, որտեղ ամենօրյա գործ անմիջականորեն առնչվում է առաջնագծին։ Վարշամը ձգտում է օրինակ լինել թե զինվորների, թե իր 3 զավակների համար։ Ծառայությունը առաջին հերթին պարտքի կատարում է դեպի ազգը, ժողովուրդը եւ այն պարտքի զգացումը, որը յուրաքանչյուր հայ մարդ նամանավանդ տղամարդ իր մեջ պետք է ունենա։ Վարշամը խոստովանում է, հեշտ չէ ղեկավարել տարբեր մտածելակերպ եւ հայացքներ ունեցող երիտասարդների, հատկապես երբ զորակոչից զորակոչ անձնակազմը փոխվում է։ Բայց շնորհիվ իր փորձի եւ կառավարման հմտությունների հաջողվում է բոլորին համախմբել մեկ գաղափարի շուրջ, ծառայել հանուն հայրենիքի։ Անձամբ փորձում եմ շփվել ստորաբաժանումը համալրող բոլոր նորակոչիկ զինծառայողների հետ, որոնք որ ուսումնական հաստատություններից եկել են զորամասերից, եւ ներկայացնել մեր զորամասը, մեր ստորաբաժանման նիստուկացը, նպատակը իրենց ծառայության։ Որպես հրամանատար Վարշամ Սահակյանը մասնակցում է նաև իր ենթական անձնակազմի գործնական պարապմունքներին։ Այս պահին զինծառայողներին հրահանգավորում է, ներկայացնում զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները։ Տղաները սովորում են ինքնաձիգը ճիշտ քանդել եւ հավաքել։ Մայորը համոզված է, սպան պետք է խիստ լինի, բայց նաև հասկանա զինվորին, լսի նրա խնդիրներն ու կարողանա աջակցել։ Բառն մայորը մեր անմիջական հրամանատարն է,
շատ հոգատար զինվորների մասին միշտ մտածում է, ցանկացած հարցով կարող ենք իրան դիմել ու վստահ լինենք, որ անպայման մեզ կօգնի։ Բոլորս ընդունում ենք նրան որպես լավ, ամենալավ հրամանատար, նրա խոսքը մեր համար օրենք է։ Իսկական առաջնորդն է մեզ համար, պարոն Մաուրից մենք շատ բաներ ենք սովորել, ամենակարևորը սովորել ենք լավ մարդ լինել։ Կրելով համազգեստ եւ ուսադիր, Վաշամն իր ստորաբաժանման հետ միասին մշտապես պատրաստ է կատարելագործելու մարտավարամասնագիտական հմտությունները, վերանայելու գիտելիքները եւ կատարելու իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր։ Ծառայության մեջ իմ ամենակարևոր սկզբունքը այն է, որ ոչինչ չպետք է լինի ինքնանպատակ։ Ամեն ինչ պետք է միտված լինի որևէ նպատակի եւ յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր նորարարություն, յուրաքանչյուր առօրյա գործունեության ամեն գործունեություն պետք է միտված լինի խնդիրների հաջող կատարմանը։ Եվ վերջում մայոր Սահակյանը մասնակցել է նաև ատեստավորման գործընթացին, գրանցել բարձր ցուցանիշներ։ Այս ձեռքբերումը խոսում է նրա մասնագիտական պատրաստվածության մասին, նաև ապահովում է արժանապատիվ դրամական բավարարում, որպես գնահատանք տարիների նվիրումի ու պատասխանատու ծառայության։ Լաուրա Մամյան, Ռուբեն Նացականյան, Զինուշ։ Ուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ Երկու ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի։ Փողը շատ, գործն էլ նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի երկու առաջարկ արել են։ Բայց չեմ հարմարվում, երկու շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Կառավարությունը ուշադրվել է Հայաստանի Հանրապետության համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, Ավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ, մենք ամփոփում ենք անցնող շաբաթը, բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։